Բոլորը ասում են, չենք ուզում էս անենք, որ քերոփյան չդառնանք։ Մարդիկ վախենում են ինչ-որ նախաձեռնող լինել։ Մենք վերջապես sense մտնում ենք մեր տնտեսական պոտենցիալի մեջ։ Ստացվում է այդ սա նախաձեռնություններում մենք շատ անլուրջ ենք։ Կար պրոբլեմ անիվի հետ էլի, հենց ՆԿՊ-ին է ասում։ Երևի օգնելու համար գործին պետք է ինչ-որ ձեով բշտել։ Օրինակ եղել է այսպեսի մի հատ առաջարկ, որ էկոնոմիկայի նախարարը չի ընդունել։ Հարկերն ենք բարձրացնում, շրջանառությունը ցույց տալիս անհնարին ենք դարձնում որոշ տեսակի բիզնեսների համար։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասթն է, շնորհակալություն մեզ դիտելու համար, շնորհակալություն մեզ լսելու բոլոր ոդկասթային հարթակներում եւ առավել մեծ շնորհակալություն, եթե այս պահին լայք եք դնում մեր ոդկասթին եւ բաժանորդագրվում եք ալիքին։ Իսկ մեր հյուրը այսօր վերադառնում է մեր ոդկասթ, էկոնոմիկայի նախկին նախարար գործարար Վահան Քերոփյանի հետ ենք զրուցելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց է անցնում, ինչ ապդեյթներ կան ձեր գործով, ուր հասավ, ինչ բարձվեց։ Հունիսի 16-ին ենք նկարում, հա, ու այսօր որ մի տարի է, որ տնային կալանքից դուրս եմ եկել։ Ահա։ Կարելի ասել մի տարի է, որ ապրում եմ Հանրության մեջ ինտեգրվել եք արդեն, հա։ Այո, 3 ուղղությամբ ինտեգրվել եմ Մանթաշյանց բիզնես ակումբում եւ 2 արդեն բիզնես նախաձեռնություններ։ Այսպես, ամիշ լավ է։ Նորմալ է։ Մեր ժամանակ զգալի ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ, երեխաներիս, կնոջս հետ։ Այս պապիկ եք դարան ընթացքում։ Այո։ Շնորհավորում ենք։ Բայց ի՞նչ է բարձում գործով։ Տես անմեղ եք, մենավոր եք, ուր հասանք, որովհետեւ շատ բաներ sense վերջում թելը կորում է, էլի։ Արդեն շատ էլի չեն հիշում ինչի մասն էր գործը։ Կարանք մի հատ հիշացնենք։ Դե գործը նրա մասին էր, որ դատախազությունը պնդում էր, որ էկոնոմիկայի նախարարության մի շարք աշխատակիցներ արել են գործողություններ հոգուտ ինչ որ տենդերի մի մասնակցի, հա։ Իսկ մյուս մասնակիցը դժոխ ճանաչվեց բնականաբար, չնայած պայմանագիրը կնքվել էր հենց այդ մյուս մասնակցի Հարմոնիա ընկերության հետ, հա։ Հիմա մենք գտնվում ենք ակտիվ, այսպես դատավարական փուլում, մոտավորապես շաբաթը մեկ նիստեր ենք անցկացնում, բայց այն բոլոր թեզերը, որը դատախազությունը բերել է, ասենք կոնկրետ այստեղ ինչ են կարել, ինչ է արվել եւ այլն, բոլորը այսպես ջախջախվել է, էլի։ Այսինքն իրենք կարող ասեն, այ այստեղ օրինակ եղել է այսպեսի մի հատ առաջարկ, որ էկոնոմիկայի նախարարը չի ընդունել, բայց պարզվում է, որ այդ առաջարկը ապօրինի էր։ Այսինքն դրա ընդունելն էր լինելու մեղք, էլի, բայց իրանք չէին ուսումնասիրել եւ այլն։ Վերջը, հիմա բացի այդ, գիտեք, որ նաեւ, ասենք, հետքը մի քանի անգամ հետաքննություն արեց, օրինակ Հարմոնիայի կողմից մատակարարված ծրագրերի, ասենք, ֆունկցիոնալի ճակատագրի հետ կապված, որը գաղտնալսումներից էր դեր երևում, այսինքն իմ տեղակալը զանգել էր տարբեր պետական մարմիններ, հարցրել էր ոնց է աշխատում, չի աշխատում, բոլորը ասել են չի աշխատում, տենց մեկը սև ցուցակ էր գցել, հետո դուս էին հանել, մյուսը ուղղակի ասես որ չեն աշխատում, մյուսը ասես դե չերել կարող աշխատել եւ այլն եւ այլն, այսինքն դատախազությունը դա տեսել էր, ու ես որ առաջի անգամ կարդում էի գործը, ասում էի, բայց sense ոնց որ սկուտերի վրա գալիս է 3 հատ 4 հատ դեպք, որ պետությունը փող է ծախսել, արդյունքը չի ստացել, կամ ստացել է չի աշխատում, կամ մի խոսքով չի աշխատում։ Ու զարմանում եմ, էլի, ասենք, այստեղ ակնհայտ ոնց որ հափշտակություն կամ անփութության արդյունքում խոշոր չափի վնաս է կրել պետությունը, փոխանակ այն գործերը այսպես էս մարամ ասեն գնան ուսումնասիրեն, կեն ինչ որ տենց շատ վիրտուալ, շատ դիսեն ձգես, որ այդտեղ իսկականից մեղադրանք տեսնես, էլի, դրա հետևից, հետո իհարկե հետքը դրա վերաբերյալ մի քանի հետաքննություն արեց ու ի վերջո sense դատախազությունը ստիպված երևի քրեական վարույթ հարուցեց, ասենք հենց այդ առանձնապես խոշոր չափերի վնասի մասով, էլի, այսինքն մեր գործի տուժողը, համել զուգահեռ կյանքում երկրորդ գործն է գնում։ Այո, մեր գործով տուժողը, փաստորեն ուրիշ գործով խոշոր չափի վնաս հասցնելու մասնակից է, էլի։ Okay։ Այսինքն ոնց որ պետությունը մեզ ասի, դուք կոպիտասս խանգարել եք, որ այս ընկերությունը փող աշխատի։ Այս ընկերությունը ուրիշ դեպքերով, ասենք, խոշոր չափերով աշխատի, բայց չստացվի ինչ որ պետք է անի։ Հա, այդ։ Դե այսպես որ sense բան եմ, իսկ վերջ է երևում, թե էսյան ասենք իմ կարծիքով, այսպես ասենք անմեղ մարդիկ, չգիտեմ, ասենք հիմա ես ինձ բան չեմ, որովհետև ես կպաշտպանվեմ, կհասնեմ ուզածին, բայց զուգահեռ ասենք մի քանի մարդ, ասենք չգիտեմ, թե սիներգիայի աշխատակիցները, թե էկոնոմիկայի նախարարության մյուս աշխատակիցները, այսպես զոհվեցին, էլի, կամ անմեղ տեղում, ասենք, վնասներ, վատը այնա, որ ասենք, օրինակ Անի Սպիրյանը իր գործով Հայաստան եկած
մասնագետ էր, որը արտագաղթեց նորից։ Հա, այդպես։ Վերջը, բայց տենց ես վստահ եմ, որ արդյունքի կհասնենք, այ դեպ պետք է ասեմ, որ դատախազն էլ նույն Դավիթ Սանասարյանի գործով դատախազն է, ու թեման էլ համարյա նույնն է, էլի, այսինքն Դա շատ վտանգ, որ Դավիթ Սանասարյանի գործը 18 թվից էր, չէ՞, ու 6 7 տարի, հա, հա։ հիմա կարող է ասել այդ երկար։ Մենք ոնց որ տենց շատ շահագրգիռ ենք, որ արագ լինեն նիստերը, ու այդպես մոտավորապես շաբաթը մեկ նիստեր անում ենք, ու ես եմ պնդում, որ արագություն լինի, որովհետև այդպես չեմ ուզում էլ 6.5 տարի հետո հասնենք առաջի ազանի։ Արդարացրեց, բայց ինչի համար էլ ոչ ոք չի։ Ասենք պիտի ընդհանրապես չլներ այս բանը էլի։ Վեդի ալկոն մեր երիտասարդության գինիներով շարունակում է մեզ ուրախացնել։ Այս ողջ հաղորդման ընթացքում եմ, որ sense մերթ ըմպում ենք, դա Գետապ Վերնաշեն նռան գինիներ։ Das Վերնաշեն թե Արենի։ To ty որոր վախմողն ես, նայ։ Եվ դե ինձ հարգում ես խմի։ Հաճախ մի քանի բաժակ ավել խմելուց հետո մենք սկսում ենք չամրվել ուրիշներին։ Մեզ թվում է, որ եթե շատ խմենք ու խմացնենք, մեր մասին առասպելներ կհյուսեն, մեզ կծափահարեն հոտնքայս, մեր հետ սելֆի կանեն։ Եղբայրս, երբեմն նույնիսկ քույրս, դա տես չի, խմիր չափավոր, որ երեկոն հաճելի անցնի։ Վեդի ալկո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ում եմ ավելացնում։ Ձեր ցավն է տանեմ, ես էլ պաս։ Okay, իսկ հիմա կողքից հա դիտարկելով ոնց է ձեր կարծիքով արդյունավետությունը կառավարության տարբեր օղակների այն իմաստով, որ հիշում եք խոսում ենք, որ մարդիկ վախենում են ինչ որ նախաձեռնող լինել, ինչ որ տենց խիզախ քայլերի գնալ, որտեղ վախենում են, հոп, կարող է գործ բացվի, կարող է պատժվեն իրանց լավ նպատակների համար։ Այդ զգուշավորությունը զգացվում է հիմա։ Դե այսպես շատ տեղերից են ֆիդբեքներ ասում, ես տենց պետական կառավարման մարմինների հետ ուղիղ առնչություն չունեմ հիմա, բայց այտենց օրինակ ընկերներիցս մեկը ասում է քո անունը դարձել է Հուսեին ասած պրիչե վայզիցախ, այսինքն ամեն մարդու լեզվի ծայրին է, բոլորը ասում են չենք ուզում էս անենք, որ քերոփյան չդառնանք մոտավորապես էլի։ Հա, ու առանց այդ էլ բոլորը զգուշ են, էլի, այսինքն դες նախարար դարձել եմ պատերազմից հետո ու իմ ամբողջ աշխատանքի ընթացքում պարանոյա է եղել իմ մեջ, որ ինչ էլ անում են քիչ է, պետք է շատ ավելի շատ անել, որովհետև այսպես կա մեծ ճեղք մեր եւ Ադրբեջանի միջև, որը պետք է հնարավորինս արագ sense ոնց որ լրացնել, հա, աշխատանքով, բարձր տնտեսական աճով եւ այլն, ու ինչ էլ անում ես քիչ է։ Հա, ու տեսնում ես, որ ուրիշները այդ պարանոյան չունեն, էլի իրանց մեջ, հիմա էլ ավելի չունեն, էլի, որ ես կարծում եմ, ասենք ոչ թե ընդհանրապես պետական կառավարման մակարդակի արդյունավետության հարցը, այլ ընդհանրապես երկրի ճակատագրի հարցը։ Իսկ այս ժամանակի ընթացքում փոխվել է ձեր ընկալումը, գնահատականը, կողմնորոշումը, քաղաքական կուրսի ու իշխող ուժի հետ, գուցե, չգիտեմ, ինչ որ գուցե կապեր մնացել են, չեն մնացել, ինչ հիմա անդիմադիր եք։ Տեսեք, ես իհարկե տնային կալանքից դուրս գալուց հետո մի երկու ամսվա ընթացքում կուսակցությունից դուրս եկա եւ հա հիմա օրինակ տեսեք մենք 2018-ին հեղափոխության սլոգանը սիրո եւ համերաշխությանն էր, չէ՞, հիշում եք։ Հա հիմա ոնց որ ավելի շատ լինի ատելության եւ պարակտման ուղղության փագնում էլի փաստացի, հա, տեսնում ենք տենց ատելության խոսքն է շատացել, հայհոյանքները, վիրավորանքները եւ այլն եւ ասենք միասնության մասին խոսք չկա, որը ես կարծում եմ, որ էլի մեր ընդհանուր ազգային ռեսուրսի նկատմամբ, այսպես ասենք, ոչ խնայողական մոտեցում է, որովհետև ասենք հիմա մենք փոքր ազգ ենք եւ այսպեսի մարտահրավերներին դիմագրավելու համար հիմա քան երբևէ պետք է այսպես ասենք համախմբվածություն, էլի, որը չկա։ Եվ չնայած ես ունեմ բազմաթիվ ընկերներ ԿՊ-ում, բայց այսօրվա կուրսը բնականաբար չեմ կիսում, որովհետև առաջինը
տեսնում եմ, որ հենց այն կառավարության ծրագիրը, որի տակ ստորագրվել է ԿՊ-ն եւ կառավարությունը, շատ մեծ մասամբ տեղի չի ունենալու։ Իսկ մենք դա ենք խոստացել ժողովրդին, դրա համար ենք եկել, մենք տեսնում ես, որ դեռ ուրիշ բան է տեղի ունենում, կամ այդ խոստացածի, ասենք, չնչին մասն է տեղի ունենում, բարձա որ արդեն տարաձայնությունները Մի քիչ այդ կատարողականի մասին խոսենք, էլի, որովհետև հա, տենց բոլորը խոսում են դրա մասին, որ չի բանում, բայց երբ որ վերածում ենք թվերի, հա, օրինակ դիցուք 300 դպրոց, հա, որ պետք է լիներ եւ ինչքանը 40 40-ը կարող է լինի վերջում 70-ը, հա, կարող է, այսպես ասենք, մի քանի դպրոցի տուալետ էլ վերանորոգեն, ասեն 80։ Իսկ ուզում եմ հասկանամ, այդ 300 թիվը սահմանելուց էր ակնհայտ, որ դա չի լինելու, թե այդ իրատեսական էր, բայց ընթացք այնքան վատ գնաց, որ պարզվեց, որ ընթացքում չի լինելու։ Որտեղ է էլի սխալը։ Ես կարծում եմ, որ ու մենք այսպես ասենք նախընտրական ծրագրից է բխել այդ ամեն ինչը, նախընտրական ծրագրի ընթացքում են մասնակցել են մարդիկ, թիմ, Ճոխ թվեր։ որը չէ, ճոխ չի եղել, ես վստահ եմ, որ դա հնարավոր էր անել, հա, հնարավոր էր անել միանշանակ։ Ուղղակի պետք է այդ գործը անեն այն մարդիկ, ովքեր այդ գործը արել էին մինչև այդ։ Հա, այսինքն ունեն փորձ, ունեն, չգիտեմ, ասենք project management-ի ունակություններ, ունեն ցանկություն, ունեն ամբիցիա այդ անելու, հա, ոչ թե ասենք այն մարդիկ, ովքեր կարելի ասել չեն կիսում, ասենք այդ ծրագրի մեջ եղած նպատակները, ուղղակի այդպես եկել էին, այդպես Իսկ մենք ունենք այդքան շինարարական կազմակերպություն, որը իրատեսականորեն կծածկեր։ Հիմա դες օրինակ, ասենք գալիս էին խոշոր ինվեստորներ, ասենք Եգիպտոսից, Եվրոպայից, Բելարուսից, Ռուսաստանից, տարբեր տեղերից, ասում են, ասենք օրինակ որ դուք անում եք 300 դպրոց, ասենք 100-ը հավաքեք մի փաթեթի մեջ, մենք այդ 100-ի համար կբերենք, ասենք տեխնիկա, կբերենք, ասենք աշխատուժ, ձեր աշխատուժը կվերցնենք ու ասենք 100-ի համար մեզ հետաքրքիր է գալ ձեր երկիր, 50-ի համար հետաքրքիր է գալ ձեր։ Բացի դրանից, ասենք քանի որ դպրոցները նույնատիպ են, նաև ասենք այդ շինարարական նյութերի արտադրություն կդնեին դրա հետ կապված եւ իրականում արդյունքում ինքնարժեքը էլ ավելի քիչներ, հա։ Այդ առաջարկը բազմից սարվել է, հա, որ ինչի՞ չի դա։ Դե չգիտեմ, ասենք հիմա այդ հարցի որոշողը ես չեմ եղել, չնայած ասենք անդադ պնդում եի, որովհետեւ դա համ տեխնոլոգիա է, համ ստանդարտներ, համ տնտեսական պոտենցիալը, որը շատ են սիրում ասել, դա չունեցավ, էլի։ Այդպես կարելի է այսպես բոլոր ոլորտներով էլ անցնել, հա, հիմա դպրոցներից ենք խոսում, բայց մենք հիմա գոնե 40 դպրոց կա, բայց օրինակ 15 ջրամբար կար, որ ոչ ման չի դնում, հա, որտեղ վեդի ջրամբարը մեջը չէր, ասենց ասեմ։ Ագաշինը ասում է, «Всё, վերջացել է, ուղղակի ջուր չկա»։ Բայց 15-ի մեջ վեդին չէր մտնում, վեդին 17 թվականից է, 8 տարի առաջ է, 15 ջրամբար չկա։ Բազմաթիվ ռեֆորմներ։ Այ դա ես մոռացել էի, այսինքն այս ծրագրի մեջ նաև 15 ջրամբարի ստեղծում պետք է լիներ։ Այո, ինչ ալեց, որ sense ձեզ փորձեմ ընդհանրում դրա կարևորությունը բացատրեմ, ինչ է դա կարևոր, էլի։ Կա այսպես նայեք, էլի Հայաստանում, ասենք տարեկան գոյանում է մոտ 7 միլիարդ քվադրատ մետր ջուր, որից մենք հավաքում ենք ընդհանրապես 15%-ը, եւ որը մինչեւ տեղ ենք հասցնում, 2/3-ն էլ կորցնում ենք, էլի, այսինքն ռեալ 5%-ն է մեր երկրի կողմից գեներացվող ջրային ռեսուրսների 5%-ն է օգտագործվում, որը շատ քիչ է, մանավանդ որ հաշվի առնենք, որ այդ գեներացվող ջրային ռեսուրսներով մենք աշխարհում 130-րդ տեղում ենք գտնվում, էլի, այսինքն մեկ շնչին բաժին ընկնող վերականգնվող ջրային ռեսուրսներով Հայաստանը գտնվում է շատ վատ տեղում։ Հա, այսինքն ջուր չկա, ասենք օրինակ Վրաստանը 54-րդն է, Ադրբեջանը 65-րդն է, եւ մենք 130-րդն ենք ու ունենք քիչ ռեսուրս, եւ այդ քիչ ռեսուրսը վատ հավաքում ենք եւ անհամեմատ վատ էլ էլի տեղ ենք հասցնում եւ այդ օրինակ ջրային ռեֆորմա անելը էլի շատ մեծ նշանակություն ուներ, որի մեջ համ ջրամբարներն էր, համ ասենք այդ ջրային ենթակառուցվածքների զարգացում, վերակառուցումներ, բայց որևէ նշանակալի առաջընթաց այդ ուղղությամբ չկա էլի։ Բայց ես ենթադրում եմ, որ կառավարությունը սրա հետ համաձայն ա եղել, ինքն էլ է հասկացել, որ պետք է անել, որ դա խեղվում իրականություն ակնկալիք է։ Դե իրագործման ունակությունների մեջ։ Այսինքն չունենք շինարար, որը կարող է ջրամբար սարքի։ Շինարարի հարց չի, չունենք մարդ, ով կարողանա այդ պրոյեկտը պատշաճ կառավարի ու իրականացնի։ Գլխին կանգնի։ Այսինքն նախ պետք է ուզենաս, ասենք դե ասես ես ուզում եմ 15 ջրամբար, հետո դե եթե գրել են ծրագրում չնշանակում որ գերատեսչության տակ է, էկոնոմիկայի տարածքային, հա, ահա։
Դե զատո իրանք կաթողիկոսի մասին հատուկ կարծիք ունեն, ոնց պետք է Բայց դա մենակ ջուրը կուսակցությունը։ չի, էլի, ասենք հիմա կարող վերցնել ունենք ամենակարևոր բանը, հա, ասենք հանրային կառավարման բարեփոխումները։ Ասենք հիշում եք 2019-ից, ասենք Տիգրան Աբինյանը իրական շատ լավ ստրատեգիա է գրել։ Ով չգիտի, հիշեցնեմ, որ կառավարության էֆեկտիվությունը բարձրացնելու համար Պետական- մեծ պետական ծրագիր է գրվել, որը այնքան ոչ էֆեկտիվ է գրվել, ու էս էր էլի այն մասը, որ ահավոր բացել էր, որ այդ փողը դե վատնվել է, հա, կարանք ասենք այնպես թե ձգվել է։ Ծրագիրը գրվել է ու միջազգային դոնորների ուղղությամբ ընդունվել է 2021 թվականին ու պետք է իրականացվեր, հա, եւ դրա արդյունքում պետք է պետական կառավարման համակարգը դառնար ավելի էֆեկտիվ։ Օրինակ այդ ջրամբարները կպրծնեինք։ Հա, օրինակ կլինեին ինչ-որ մարդիկ, ովքեր տրեյնինգներ կանցնեն, այդ թվում նաեւ project management-ի, այդ թվում նաեւ, չգիտեմ, ասենք խոշոր պրոյեկտներ կառավարելու, կոորդինացնելու եւ ընդհանուր առմամբ, ասենք, կառավարությունը սկսել ավելի սինխրոն աշխատել, հա, այսինքն պես չէր ստացվի, որ մեկը ուզում է, մյուս բոլորը խանգարում են, էլի։ Հա, ու այդ ծրագիրը գրվեց, այդ ծրագրի իրագործումը սկզբից արտադրության նախարարությանը վստահվեց, հետո գնաց փոխվարչապետերի գրասենյակներ, կարծեմ, բայց ասենք արդեն 4 տարի անցել ու դրա վերաբերյալ միակ բանը որ տեսնում ենք բանում, ասենք կայացված որոշումների մեջ, դա որ ժամկետները հետաձգվում են էլի ու էլի ու էլի ու էլի, ասենք բայց իմ կարծիքով դա ասենք ամենաանկյունակարայինն էր, որ պետք է փոխել, որ նաև ասենք օրը մեջ կոռուպցիոն սկանդալների մասին չլսենք, էլի։ Ու այդ մեկի հետևանքն է ըստեյության, էլի, այսինքն դու համակարգը փոխում ես, դարձնում ես իրան էֆեկտիվ, ավելի քիչ կախված չինովնիկից, եւ հետեւաբար չինովնիկի իմաստը քչանում է եւ արդյունքում գործընթացները ավելի սաուն են անցնում առանց չինովնիկների մասնակցության, պաշտոնյաների մասնակցության եւ հետեւաբար ավելի քիչ կոռուպցիոն ռիսկերով։ Ու նույն չինովնիկին ինչ որ չափելի բաներ արել, որ այս պրոյեկտը չես արել, ուրեմն գուցե Դա էլ ուրիշ հարց է, այսպես խոշոր խորհրդատվական ընկերություններից մեկի հետ գործ ենք անում, ասում եմ դու առավոտյան ինչ ես գալի գործի ինձ էլի նախարարեմ, ասում ինչ ես գալիս գործի, ասում դե սիրում եմ հայրենիքս, գալիս գործի, ասում հա բայց ասում չափման միավորները ո՞րն է, ո՞նց են քեզ չափում, ասում են դե չգիտեմ ո՞նց են չափում, էլի, ու տենց ի վերջո այդպես է, էլի, այսինքն մենք ոչ մի տեղ չգիտենք, էլի ո՞նց են չափում, ասենք այս չինովնիկին, օրինակ, այն չինովնիկին իր պլանները կատարել է, չի կատարել, այսինքն թվեր չի, էլի, մոտավորապես տենց շատ սուբյեկտիվ Պես մեկը լավն է, լոյալ չի, քննադատում է, չի քննադատում, ասածները անում է, չի անում, բան եւ լոյալությունը ամենից վեր դասվեց, էլի, ոնց որ արդյունքում ու մենք հիմա ինչ ենք տեսնում, որ մեծ խնդիր ունենք արտահանողների մոտ ու ոնց որ թե սատար չի կանգնում նոր նախարարը, ես գիտեմ, մի քիչ գոլեգային քննադատել է, քան բան չի, բայց այդտեղ ակնհայտ արդյունավետության խնդիր է, էլի, որովհետեւ Վրաստանը տենց մի քանի ժամվա հարց է գնալը, իսկ այս մարդկանց խնդիրները չեն կարող սպասել, որովհետև եթե կոնյակը օքեյ տեսականորեն մի քիչ կսպասի, բայց ծիրանը չէ։ Պետք է մի փոքր գաղտնիք բացեմ։ Ես էլ եի գնացել Վրաստան այդ հարցով, որովհետև կոնյակագործ ընկեր ունեմ, ինքը խնդրեց ու գիտեր, որ կապեր ունեմ այնտեղ կառավարության ընկերներ ունեմ, էլի։ Գնացինք, մոտավորապես այսպես բացեցին փակ գծերը եւ ըստ էության մենք կարող էինք բան անել, ասենք բավական հեշտ է լուծումը, ուղղակի պետքա որոշ քայլեր անի։ Բայց շատ բաներ չեմ կարող ասել։ Միտինգային, գուցե ասեք թե կարող չգիտեն, բայց մի րոպե կա։ Ձևը սենց է։ Պրինցիպի կարող է, էլի, շատ հավանական է, որ չգիտեն։ Գիտեն ինչ անում։ Գնում ես Վրաստանի մոտ, ասում ես вы самые красивые, самые умные. Всё. Բացեք ճանապարհը, հա, իրանք բան են անում։ Չէ, մոտավորապես գիշակետ։ Անընդհատ որ մենք բիզնեսի կարևորության մասին հերիք այլ է, իսկ ուղղակի չի կարա դա ըլնի խոսքեր ու արդյունքում հարկերն ենք բարձրացնում, շրջանառությունը ցույց տալիս ընդ անհնարին ենք դարձնում որոշ տեսակի բիզնեսների համար։ Հիմա էլ այդպես փաստացի չեն կարող բանել, բայց արդյունքը մնում է որ մենք ինչ որ հանդիպում ենք բիզնեսների հետ։ Դե լուրջ խնդիր է, եւ այդ խնդիրն էլ, ասենք, բազմիցս քննարկվել է եւ էլի գիտես ոնց որ խնդիրը པարզ է, այդ խնդիրը փորձում ես լուծես, մեկ է տեսնում ես, այս տարբեր մարդիկ sense անձնական ակնհայտ པարզ է, որ լավ է խաղաղագործների համար, Հայաստանի համար, ինդուստրիայի համար բանման, բայց մեկ է ինչ-որ մարդիկ sense չգիտես ինչի, ու հետո հասկանում ես, որ այդ ամեն թեմայի մեջ կա շահեր, բան եւ այլն, էլի։ Հիմա այդ տեսանկյունից ոնց որ
մի քիչ անիֆի թեման sense շատ տես լավ ծամծամված է, բայց քանի որ ինքը միակը չի, մի քիչ անարդար է ստացվում, էլի որ կոռուպցիայի հետ խոսած միակից անիֆից են խոսում, բայց այսօր ցավոք սրտի արդեն շատ ոլորտներում կա էլի կոռուպցիա։ Բայց մյուս կողմից լավ է, որ արդեն if ասում ենք կոռուպցիա, դա այդպես շուտ abstract բան չի, այլ գոնե կա օրինակ անիֆի кейսը, որը մարդիկ մեծամասամբ տիրապետում են։ Բայց երևի օգնելու համար գործին պետք է ինչ-որ ձեւով բշտել, բարձրաձայնել բան, օրինակ ես չեմ պատկերացնում այս դեպքում կոնյակի կամ գինու ինչ կարող լիներ վտանգը, հա, կոռուպցիոն խվանջ կառան, ինչ որ լոբինգ անում մեր մոտ կամ մեր դեմ, ասենք հիմա Ռուսաստանում տարբեր խմբեր ունեն իրենց շահերը, Վրաստանում, Հայաստանում եւ այլն, եւ ոնց որ այն մոտեցումը, որ པարզ է, ասենք ամենակարևորը խաղաղագործներին է ձեռնտու, էլի, այդ մոտեցումը, հա, ասենք այդ մոտեցումը տեղի չի ունենում, էլի։ Իսկ դուք նշեցիք այդ բիզնես ակումբները, Մանթաշանցը եւ մյուսները, իրանք քիչ են հավաքվում ու գնում, ասում կառավարություն ջան, sense չի լինի, թեև գուցե ասենք կարող հենց տվյալ կոնյակը այդտեղ ներառված չի, բայց հասկանալի է, որ դա ի վերջո բոլորի վրա է ազդելու, չէ՞։ Դե գիտես ոնց է, հիմա օրինակ Մանթաշանցը ունի 400 անդամ, 400 անդամները անդամ վճար են վճարում բան եւ այն, եւ կա ինչ-որ ռեսուրս։ Տարբեր հարցերով դիմադրելու կամ առաջարկություններ անելու եւ բնականաբար առաջերտին այդ ռեսուրսը ուղղվում է Մանթաշանցի անդամների, այսպես ասենք, եթե անդամների մեջ շատ կան այնպիսի ընկերություններ, որ ինչ որ կարգավորում վնասում է, այդ խնդիրների վրա է, էլի, այսինքն եթե Մանթաշանցի անդամների ներսից, այսպես ասենք, ձայն չի լսվում, ապա մենք ոնց որոշում ենք մեր ռեսուրսները ուղենք այնտեղ, որտեղ որ ձայնը լսվում։ գինեգործներ կան, ընդ որում հա կան։ Այս ավելի շատ կոնյակի թեմա է։ Հա։ Բայց էլի Մանթաշանցի մասը որ ասեմ, ագին շատ խնդիրներ փորձել ենք ճիշտ ձևի բանել, հա, օրինակ կառավարությունը առաջարկեց աշխատանքային շաբաթը 40-ից արկել 35, հա, 40 ժամից արկել 35 ժամ, էլի։ Որտեվ խզարում ենք։ Հա։ Հետո այսպես մի հատ կարճ վերլուծություն արեցինք մենք, բարձելու թե օրինակ մեր տիպի երկրներից քանսում կա այդպիսի ավելի կարճ աշխատանքային շաբաթ, դիտարկեցինք, ասենք 7000-ից 15000 մեկ շնչի հաշվող հնա ունեցող երկրները, մենք 8500 ենք, հա, ու ասենք մոտավորապես 36 երկիր, ու ոչ մի երկիր չկար, որ 40-ից քիչ էր աշխատանքային ժամը, կար 48 օրինակ, էլի։ Հա, եւ կառավարության գործընկերներին ցույց տվեցինք, հարցը փակվեց։ Հուսով ենք փակվեց, էլի, որտեղ։ Ես այդքան համաձայն չեմ, այսինքն ինքը մի քիչ պրիմիտիվ չի տենց մտածել, որ ինչքան երկար աշխատանքային ժամերը, այդքան շատ product, այդքան շատ արդյունավետություն։ Բայց կա այսպես էլի, ասենք հիմա մեր բիզնեսները բարձր չէ, արդյունավետ չեն, արտադրողական չեն, եւ դա երևում է թվերից, հա, մեկ շնչին բաժին ընկնող, չէ, կամ մեկ մարդու մեկ ժամվա ստեղծած համախառն ներքին արդյունքը $12 կհասնի, որը իդեպ ասենք այն քիչ թիրախներից է, որ կառավարությունը հասնում է, էլի, այսինքն դրված էր $12, իմ ժամանակ արդեն $10 անցավ, 25 թվականի արդյունքով հուսով եմ 12-ը կանցնի, էլի, ու այդ թիրախը մենք բան կանենք, բայց Իռլանդիայում 120 է, բան, Շվեյցարիայում 120 է։ Հիմա եւ երբ որ դու այդ ոչ այդքան բարձր արտադրողականություն ունեցող բիզնեսին ասում ես քիչ աշխատի, այդ ավտոմատ իր պրոդուկտի վրա է աշխատում, ազդում, էլի, ուրիշ բան որ դու պարտադիր չի, բայց ինձ թվում է, եթե բիզնեսին պետքա 40-ել, 50-ել, ինչքան շատ, այդքան շահույթ, գուցե overtime տան կամ ինչ-որ բան, բայց կան ոլորտներ, օրինակ, չգիտեմ, կադաստրի աշխատողը, հա, որը 40 ժամ նստում է, եթե դարձնում ենք 35, այդ մարդիկ, որ պետքա գային կադաստրից օգտվեն, ուղղակի ավելի խիտ արագ բան կանեն, ոչ թե տենց սփռված ամբողջ բան։ Փաստ ստացվում, փորձ ցույց տալիս, որ այսօր տեխնոլոգիա դնես, որ կարողանաս ավելի արագ, իսկ այդ տեխնոլոգիան դրած չի այնտեղ։ Մենք հիմա խոսում ենք կադաստրի մասին, բայց կոնկրետ կադաստրի մասին չենք վահանում։ Դու կադաստր ասցիր, ես այնօր պատահական բարձել եմ, որ կադաստրում կա մի շատ մեծ տոկոս հողեր, որ պրոստը չգիտեն ումն է։ Ոչ միտեղ նշում չկա ումն է, ոչ է կարող այնտեղ բան սարքեն, ասես մեկ եկիա խնդրեմ, էլի երկրում որտեղ հողը տանգանում է։ Հա, դու այդպես լուրջ խնդիր կա քարտեզների հետ կապված էլ, ասենք դու կարող ես հող առնես, որ
ջերմոց սարքես օրինակ, Հետո բարձվի հետո բարձվի, որ ջերմոցը դե սարքում ես, հետո բարձվում է, որ փաստացի սարքել ես այնտեղ, որտեղ ուրիշի հողն է, հա։ Ինչ Այդ մեծ խնդրեմ է։ դա, Դե հիմա չէ, հիմա արդեն ոնց որ բոլորը գիտեն այդ խնդրի մասին։ Սկզբից ասենք քարտեզները ճշտում են, որ իրանց հողատարածքի կոորդինատները ճիշտ լինի, եթե մեծ ներդրումային ծրագիր է, նոր գնում են հողը ու գնում են առաջ։ Իդեպ ջերմոց ասացիք, ինտենսիվ այգիները հիշեցի, որ դա էր ահագին խնդրեմ, այնտեղ էլ ինչ որ բաներ են գտել, այդ անցած տարեվերից հետո, հա, 1.5 տարի անցել, թե ինչքան այդ բանից հետո, ինչ եղավ այդ ծրագիրը, ինչ որ առաջ գնաց, թե կանգնեց, խրախուսում ենք ինտենսիվ այգիները, թե ուրիշ բան ենք անում։ Գիտես ինչ, էլի գալիս ենք այդ նույն, ասենք, համարձակորեն աշխատելու կամ չաշխատելու թեմային։ Մենք օրինակ բանկերը վարկ են տալիս, չէ՞, ինչ որ մարդիկ այդ վարկը չեն վճարում։ Ասենք հիմա օրինակ 2% է այդ չվճարողների այդ non-performing loans կոչեցյալը, չվճարված վարկերի։ Բայց եթե բանկը օրինակ փորձի վարկ տալ միայն նրանց, որոնք հաստատ չեն պրոբլեմ չեն ստեղծելու, կարող ասենք, չգիտեմ, $1 միլիարդ փոխարեն դա $10 միլիոն վարկ, որ կոնկրետ այն մարդկանց, որ 100% գիտեն, որ իրանց հետ ոչ մի բան տեղի չի ունենա, էլի։ Բանկերը ոնց են աշխատում, ասում են ավելի լավ է այսքան տանք, այսքան էլ խնդրեմ կունենանք, տոկոսի մեջ ներդնենք այս գինը, գնանք առաջ, հա, որպեսզի կարողանանք ծավալ եւ ի վերջո մեծ շահույթ ունենանք, էլի։ Հիմա ինտենսիվ այգիների ծրագիրը խոշոր ծրագիր է, այսինքն իր պորտֆելը ընդհանուր առմամբ էլի կարող է 100 միլիարդ դրամից ավել լիներ եւ այնտեղ ասենք ինչ որ հայտնաբերվել էր խնդրեմ, ի վերջո իրանք ասել են 230 միլիոն դրամի խնդիր կար, ընդ որում այդ գործը նույն օրն է ձեռնարկվել, ինչ որ իմ գործը, այսինքն որպեսզի աղմուկը մեծ լինի, նույն օրը երկու տարբեր քրեական գործերով, ասես քրեական գործերը արդեն կարող ենք ճակերտավոր ասել, մտնում են, ձերբակալում են եւ դրանից հետո, ասենք գյուղատնտեսական բլոկը, էկոնոմիկա նախարարությունը ուղղակի դադարեց աշխատել, էլի, ասեց մենք ինչ էլ անենք, մենք արդեն անպաշտպան ենք։ Հաստատ ցանկացած պարագայում կարող են գալ։ Մինչ այդ ասենք այն մոտեցումը, որը նախարարությունը կար, այն էր, որ եթե դու ազնիվ ես, այսինքն եթե դու գիտես, որ չես գողացել անձամբ, ասենք համարձակ աշխատի, հայերեն ասեր, ազնիվ, համարձակ աշխատի եւ նաեւ պետքա ինչ-որ ինովացիոն, էլի։ Այդ ոնց որ 4 արժեքների շուրջ էր իմ աշխատանքը ու արդեն ոնց որ մարդիկ այդ արժեքային համակարգով աշխատում էին, էլի։ Ուղղակի այտենց փաստորեն բարձրացավ, որ ազնիվ լինելը դեռևս որևէ հիմք չի, որ քեզ որևէ բանում չեն մեղադրի։ Բայց դե մի ավելի խորքային խնդրեմ չկա, ստացվում է այդ սաղ նախաձեռնություններում մենք շատ անլուրջ ենք։ Դες եթե լուրջ դեմքով որոշեցինք, որ այդ այգիները ինչ որ գերակա բան են, պետքա ստե բան անել, հետո մի հատ кейս եղավ, որ ինչ որ մեկի դեմ քրեական գործ ու всё այդ ամեն ինչից դες հետ են կանգնում, կամ ասենք մի նախարար էր, ով որ դրան շատ կողմ էր, հիմա ինքը չկա, ով էր, այդ փաստորեն այդ մի անձով էր պայմանավորված մեր այգիների դեպքում, այսպես ասենք, չկտրվեց կապը, բայց ուրիշ դեպքերում դա տեղի ունեցավ, էլի, օրինակ Չորնավահանգիստը, էլի։ Հա, որը շատ աբիդնի է Վրաստանում, ոնց որ հաջողությամբ անում են, հա։ Դե գիտես ինչ, ասենք հիմա ուզում եմ հիշեցնել, որ ամենասկզբից որ Չորնավահանգիստը ես ասեցի, դուք էլ ինձ ծաղրեցիք, բա ոնց Հայաստանում Չորնավահանգիստն է, բայց այդ ասենք միջազգային ընդունված, ասենք ենթակառուցված կա, անհամաձայն այն երկրները, որոնք ծով չունեն, այսպես սարքում են մոտակա ծովային նավահանգիստներին, ոնց որ extension, էլի, ոնց որ լրացում, էլի ոնց որ պորտի ամեն ինչը կա, բացի ջրից, ուղղակի պորտին կպտում է լավ ճանապարհով կամ լավ երկաթգծով, հա։ Բայց ես մի ճշտում անեմ, էլի մեր ծաղրելը թեև մակերեսային նրա հետ էր, որ նավահանգիստ ու չոր էդի ոնց որ ակնհայտ տեսանելի մասնա, բայց խորքում, չէ, չեմ արդարանում, ուզում եմ բացատրեմ, այդ ինչից հետո եղավ, երբ որ կառավարությունը վճռական ասեց, մենք սաղ ավտոները ռաստամոշկա ենք անում Գյումրիում։ Ու դա չեղավ, որովհետև sense ինչ-որ մի հատ ամայի տարածք էր, առանց ծածկի, առանց ոչ մի բանի, որտեղ ինչ-որ ավտոները sense բերում էին, բրախում էին, բան։ То есть երբ որ կառավարությունը, որը ասում է մի հատ նարնջի հյութ չի կարում քամի լցնի բաժակի մեջ, ասում է ես հիմա հոսքագիծ եմ դնելու նարնջի հյութի բրենդ եմ սարքելու, որը տենց տարեկան, չգիտեմ, քանի միլիոն պակետիկ սոկ արտադրելու,
իրականում դա պրոբլեմատիկ մասը, թե չէ դու չորնավանգիստ հա, նես չի որ Վրաստանը արելա ավելի քիչ խնդալու անջում այդ բանը, բայց այստեղ այդ ունակությունն է էլի որ դա պարկինգ չկարացակ սարքել Գյումրիում, հիմա ոնց ենք սա հաջողությամբ անում։ Դե այդ կիսով չափ համաձայն եմ, բայց օրինակ ես որ նախարար դարձա, էլի ծոր իմ գլխավոր տակտիկական քայլերից մեկն էր, որ ինչքան հնարավոր է շատ սփյուռքահայներ գրավեմ, որովհետև մարդիկ ովքեր ասենք Ցյուրիխում բանկեր է աշխատում, ասենք parza որ ամենամրցակցային միջավայրում հետեւաբար կոմպետենտ մարդ է կամ ասենք զբոսաշրջության կոմիտեի նախագահ դարձավ, ասենք Կանադայի խոշորագույն տելեկոմ օպերատորներից մեկի մարքեթինգի ղեկավարներից մեկը, ու իր կյանքում տեսած ամենափոքր մարքեթինգային բյուջեն մեր նախարարության, ասենք զբոսաշրջության մարքեթինգային բյուջեն էր, էլի, այսինքն մարդիկ ովքեր տեսել են, արել են, ունակ են եւ պետք է ասեմ, որ հա, ասենք մեր ազգի, այսպես ասենք human resources-ի, ասենք մարդկային կապիտալի շատ մեծ մասն է սփյուռքահայերի մոտ, էլի, որ դրանք շատ ավելի մրցակցային միջավայրում են կայանում, հետեւաբար ավելի ունակ են, էլի, ու կոնկրետ Չորնավանգստի դեպքում էլ, հա, ասենք պրոյեկտի ղեկավարը, ասենք մի քանի անգամ Չորնավանգիստներ սարքած մարդ էր, էլի, որը Մեծ Բրիտանիայից, հենց ճիշտ ինքն էր այդ առաջարկը ինձ արել, իմ միտքը չէր, էլի, դա արել էր, ցույց էր տվել, թե ինչքանով դա պետք է Հայաստանին, ես էլ ասել էի, դե արի արա, օգնի մեզ անենք, այդպես գնացինք, հասանք մինչև ստեսան մինչև վերջ հասանք, այսինքն բոլոր հնարավոր հաստատումները ստացանք։ Բա ինչ եղավ։ Չորնավանգստի։ Բա անաուտանուլա են հայտնի հարցը։ Ու հարցը։ պետք է ասեմ, որ այսպես խաղաղության խաչմերուկի նաև մի, այսպես ենք, հանգույց էր, էլի։ Առավել եւս պետք է առաջ բրդեին։ Ուղղակի ասենք, ես ոնց է, հիմա նույն հորնադական կազմակերպությունը, որը feasibility-ն արել էր, տեխնիկատեսական վերլուծություն արել էր, գրել էր, որ ասենք հաշվի առնված չի Թուրքիայի կամ որևէ այլ սահմանների բացել փակել, էլի, այսինքն մենք նայում ենք զուտ այն տնտեսական պայմանները, որում հիմա ենք գտնվում։ Այսինքն էլ ավելի լավ կլիներ։ Հա, այսինքն եթե հանկարծ բացվեր, այսինքն աշխատեր խաղացան խաչմերուկը շատ ավելի լավ կլիներ, էլի։ Հա, մենք այդ արեցինք, բայց հետո եւ որոշվեց, որ քանի դեռ սահմանները բացված չի, եկեք չանենք, որի հետ ճիշտ ասած ես համաձայն չեմ։ Արդեն հաշվարկի մեջ էր, որ հաշվարկի մեջ էր, որ փակ սահմաններով ինքը եկամտաբեր եւ մեր պետությանը շատ պետքական ենթակառուցվածք։ Ու նենց որ կառավարության նախաձեռնություններ էլի Սերժից եկած ինչ որ պլան չէր։ Այ ոնց է էլի մեռնում դες թվում է թե լավ իդեան, որը արվող է։ Ամբիցիաների հարցը, ասենք հիմա դες օրինակ ես էլի նախարարեղած ժամանակ շատ տենց հետևում եմ, օրինակ վրացիները ինչ են անում կամ Էմիրատները, ոնց որ մի 2-3 երկիր կար, որ հետևում է իրանց։ Օրինակ Վրաստանի վարչապետը որ կանգնում էր միտեղ, ասենք կարող է տենց մի րոպեում 10 հատ $1 միլիարդ պլյուս բանով արժեքով ենթակառուցվածքային ծրագրեր ասեր, հա։ Այստեղ, չգիտեմ, Կազբեկի թունելն է 2.5 միլիարդ, Անակլայի պորտն է 3 միլիարդ, Սևծովի տակով կաբել, չգիտեմ 2.5 միլիարդ, ու սենց ասենք մի 10 հատ կասեր, էլի։ Մեր մոտ ասենք մի հատ, հա, հյուսիսարևն է, այն երևի արդեն ամոթ ասել, էլի 17-8 տարի անց է, էլի։ Էդ է էլի ամբիցիաների հարցը, ինչ ես դու ուզում անես, էլի։ Դե հենց դա այս առումով հիմա օրինակ էլի շատ լավ բան հայտարարեցին, որ Nvidia-ն բացում է ինչ-որ AI գործարան 500 միլիոն ներդրում, ուզում ես որ դա լինի բնականաբար, բայց դե նես շատ լուրջ էլ չես կարա բանես, որովհետև կարա այսպես մի հատ ավարտ ունենա։ Այդտեղ կառավարությունը մինիմալ մասնակցություն պաշտպանիչ բան է, որ հնար աշխատանք շատ լավ թիմ է հավաքվել, ընդհանրապես պետք է ասեմ, որ թիմի գլխավոր անդամի մասին քիչ ենք խոսում։ Դա Ռազմիկ Հովակիմյանն է, որը պետք է հիշեցնեմ Լիոնել Մեսսիի վենչուրային ֆոնդի ղեկավարն է, տնօրենն է, մոտիկ ընկերն է, իրար հետ ոնց որ Ռոզարիո քաղաքում իրար հետ են մեծացել, հետո Ռազմիկը շատ լավ ստարտափերի մեջ շատ լավ էքզիտներ ա ունեցել, այն ֆորմ ընկերություններից մեկը վաճառել է Ճապոնիայի Amazon-ին, որը կոչվում է Rakuten, խոշոր ընկերություն է, իր ստեղծած ընկերությունից մեկը վաճառել է Rakuten-ին, մի քանի տարի Rakuten-ի բորդում ա եղել եւ այսպես շատ տենց ուժեղ տղա է, էլի։ Ու իրար կողքը հավաքել է Նուբարաֆյանին, Nvidia-ի թիմին, Team Telecom-ի թիմին, Ալի Կեսյանը շատ մեծ ներդրում ա ունեցել այդ պրոյեկտի մեջ։ Իհարկե այնպես չի որ պրոյեկտը արդեն սկսվել է, կոպիտ ասած բահերը վերցրած աշխատում են,
որովհետև այնտեղ գլխավոր խնդրեմը իրականում արդյոք այդ GPU-ները, այդ պրոցեսորները կթողնեն արտահանվի Հայաստան, էլի, այդ է մեծ խնդիրը, դա ամերիկյան կառավարությունն է որոշում, ու ես դեռ չգիտեմ որոշվել է թե չի որոշվել փաստացի, բայց հուսով եմ, որ կլուծվի ու թուրքական լոբին կարա դա բանալի, թե դե իրանք ավելի շատ ոնց որ հետևում են, որպեսզի այդ GPU-ները չընկնեն իրանց, այսպես ասենք, մրցակից երկրների ձեռքը, օրինակ Չինաստան, Ռուսաստան եւ այլն, հա, Իրան, մենք էլ դե գիտես որտեղ ենք էլի գտնում։ Բայց հուսով եմ կարողանան վստահեցնել կառավարությանը ամերիկյան, որ պես ապահով տեղում է, իսկ թե ինչի համար դա շատ պետք է, ոնց որ AI մրցավազքը շատ այնց թեժ է անցնում, էլի, ու բոլորը հասկանում են, ով որ հաղթեց այս AI մրցավազքում, ըստ էության դառնում է աշխարհի հաջորդ տերը, էլի, ու այդտեղ նույն Թայվանի թեման է այդտեղ ընդգրկված, նույն այս առևտրային պատերազմները, հա, ու այստեղ ոնց որ ամերիկյան կառավարությունը այսպես շատ ագրեսիվ ուզում է այդ AI առաջնորդությունը պահի իր մոտ։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի են ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Այս չորնա անգստի հետ կապված հիշեցի նաև Փոթիում այդ լաստանավը կոչվում, ինչա կոչվում, այդ հնարավորությունը։ Այդտեղ ինչ-որ sense մոտրապես sense բաներ ասել, որ կար միտք, որ մենք օրինակ մեր լաստանավը, բայց դուք դեմ եք չէ հոլանդական կազմակերպության, թե ինչական ավելի շատ կողմեր որ բարձրակալենք։ Չէ, հակառակը մենք ենք դա փորձում առաջ տանել։ Հա, Փոթիի պորտը դեմ էր, հենց պորտի օպերատորը հոլանդական էր, ինքը դեմ էր, Բաթումիով սկսեց աշխատել եւ ըստ էության կարող էր ապահովել երկաթգծային կապ, որը ըստ էության շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք, ինչ ունեմ, արդյունաբերության մեջ զգալի առաջընթաց ունենանք։ Մի քանի ամիս աշխատեց եւ պես ասեմ, օրինակ մեր կարծիքով արժեր շարունակել, որովհետեւ տեսնում ենք արդեն ծավալները լցվում են բան եւ այլն, բայց էլ ինչ-որ պատճառով չշարունակվեց։ Էլի, այսինքն տեսած կիսատ գնացինք էլի ճանապարհը։ Ինչու՞ չունենք մենք ինչ որ լաստանավա կոչվում, թե ինչ որ որպես պլան B անընդհատ մեզ պետք է գալու էլի ամեն դեպքում այդ կողմով ինչ որ բան տանել։ Շատ տարբեր պլան B-ներ է պետք, ասենք օրինակ Իրանի միջոցով էքսպորտը բան հիմա տեսնում ենք, չէ՞ որ օրինակ Վրաստանը ինքը ասենք լինելով միակ արտահանման ըստեյության ուղղությունն է, ու ալկոհոլային ապրանքների համար միակ էլի։ Չհաշված օթային է, այսպես այդքան էլ բան չի էլի, այդքան էլ վստահելի չի, պետքա ստեղծել այլընտրանքային բաներ, ու դա պետք է անել, դիվերսիֆիկացիան ընդհանրապես շատ անհրաժեշտ է, որը այդքան էլ լավ չի արվում, էլի, եթե ասենք, որ ընդհանրապես չի արվում։ Ուրա տանում вообще այս տարին ինչ ցուցանիշներ սպասենք տարվա վերջ եւ գնաճի ֆոնը, հա, որը տենց ոնց որ թե պետք կարծեմ դուք այն կարծիքի եք, որ դե եթե գները բարձրանում են, բայց վճարունակ հանրություն, ուրեմն երևի այդքան վատ չի, բայց ոնց որ անդադ մենք ճեղքումներ տենում ենք, էլի այսօր ոսկու շուկայի աշխատողներն են, քասախում ինչ որ բան անում, որ ավտոբուսի գիծը հանեն, այսինքն այդ ամեն ինչը սոցիալական փոքրիկ sense բունտերի, հա, ապստամբությունների բաներ են, ցուցանիշները։ Եթե sense նայենք մակրո մակարդակով, դե գիտեք, անցած տարի կառավարությունը չհասավ այդ 7%-անոց աճի թիրախին, եւ նաեւ որ ավելի վատ ու քիչ է խոսվում, այնա որ բյուջեի եկամտային մասը 220 միլիարդ դրամով ավելի քիչ հավաքվեց, էլի, այսինքն պլանավորվածից 220 միլիարդ դրամ ավելի քիչ հավաքվեց, դա ասենք աննախադեպ է, այդպես բան չի եղել, էլի։ Դա խնդիրը էլի միշտ sense գալիս է այսպես բան, էլի, արդյոք մարդիկ ովքեր աշխատում են կառավարությունում ազդեցություն ունեն այդ թվերի վրա թե չէ, ասենք իմ խորը համոզմամբ հենց մենակ իրանք ազդեցություն ունեն, էլի, այսինքն
իրենց ճիշտ լավ աշխատանքի արդյունքում կամ ինչ-որ բաներ լինում է, կամ ինչ-որ բաներ չի լինում, եթե չի եղել, ուրեմն վատ աշխատանքի արդյունքում չի եղել, էլի։ Հա, նույնն էլ էս ծրագրերը, էլի, ջրամբարներ, բան եւ այլն, որ խոսում ենք, էլի նույն բանի շարունակություն։ Այսինքն մեր կառավարությունը այնքան, մեր երկիրը փոքր է, էլի, այսինքն դու քո ձեռով կարող ես, ասենք, մի քանի մեծ ու փոքր բան անել, ու զգալի ազդեցություն ունենա մեր տնտեսության աճի կամ զարգացման վրա։ Ու այն որ չի եղել, դա արդեն խնդրեմ է ինքնին, հա, եւ այս տարիներ ոնց որ տնտեսական աճը էլ ավելի է դանդաղում։ Այսպես տնտեսական ուղղության պատասխանատուները ասում են, մենք վերջապես sense մտնում ենք մեր տնտեսական պոտենցիալի մեջ։ Տնտեսական պոտենցիալը, sense որ բարձ ասեմ, դա տնտեսության աճելու ունակությունն է, այսինքն տարբեր ընկերությունների աճի ունակությունների համախմբությունը, ընդ որում նաև պետության, հա։ Հիմա այդպես ոչ մի հիմնավոր գնահատական չկա, այդպես աչքաչափով է, էլի, միշտ բոլորը աչքաչափով է։ Հիմա աչքաչափով ասում են 5%, հա։ Բայց այսպես ասենք, էլի հիմա բիզնեսում է, դու վերցնում ես ընկերություն, հիմա խորհրդատվությամբ եմ զբաղվում մի քիչ, վերցնում ես ընկերություն, ասենք մի քանի process փոխում ես, ասենք իր արտադրողականությունը կամ այսպես ասենք իր պոտենցիալը մի 20-30% միանգամից է մեծանում, էլի։ Դու ասում ես ու նույնն էլ երկրի մասշտաբով է, այսինքն ասել որ պոտենցիալը 5% է, այդտենց ուղղակի կարող այն մարդը ասի, որ բիզնեսի մեջ չի եղել, էլի ընդհանրապես։ Եվ ասում են հիմա մենք մտանք պոտենցիալի մեջ, էլի, բայց հիմա որ վերցնես օրինակ Վրաստանի հետ համեմատես 22-23 թվերին, այսպես զգալիորեն ավելի արագ են աճել, քան Վրաստանը, 24-ին ու 25-ին զգալիորեն ավելի դանդաղ, էլի։ Բայց այնպես էր, որ 23 թվականի վերջին արդեն մեկ շնչին բաժին եկնող հնայով անցանք Ադրբեջանից, Բելարուսից ու ընդհանուր մոտեցանք Վրաստանին, էլի, այսինքն մի երկու տարի էլ եթե ասենք այդ նույն տեմպով գնայինք առաջ, հստակ կանցնենք Վրաստանին էլ, բայց չեղավ այդպես, էլի։ Այդ տեմպի մեջ բայց SVO-ի հետևանքները հաշվառված են։ Գիտես ոնց է, էլի, ասենք միշտ լինում է այսպես երկարաժամկետ ռեֆորմներ, հա, ասենք օրինակ անում ենք բան, կրթության ռեֆորմ, որը իր արդյունքը տալու է կամ սպորտի ռեֆորմ, չէ, այսինքն վրացիները 10 տարի առաջ ուզեցին ունենալ լավ ֆուտբոլ, այս տարի ունեն լավ ֆուտբոլ, էլի, այսինքն 10 տարի է պետք, որ, չգիտեմ, ասենք 10 տարեկան երեխան գնա ֆուտբոլի, դառնա 20 տարեկան ու դառնա շատ լավ ֆուտբոլիստ, էլի։ Հիմա արդյունքում, ասենք, Վրաստանը ունի 130 լեգիոներ, Հայաստանի 6, հա, ասենք 10 տարի առաջ գուցե մեր ֆուտբոլները իրար հավասար էին, էլի։ Հա, կամ կրթություն։ Այդ ոնց որ երկարաժամկետ մասն է, որ երկարաժամկետ թիրախ տնես, ասենք պլան գծես, հատկացնես բոլոր ռեսուրսները, այդ պլանը իր բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ու պատշաճ իրագործես։ 10 տարի հետո ստանաս այն ինչ որ ուզում ես։ Այդ երկարաժամկետ։ Կա, ասենք, հնգամյա պլանը, հա, կառավարության ծրագիր, բան եւ այլն, ենթակառուցվածքներ, ճանապարհներ, բան, բայց միշտ լինում է ինչ-որ հնարավորություններ, որ, չգիտեմ, ասենք հիմա Իրանը-իսրայելական պատերազմ, վատ է, շատ վատ է մեր համար, բայց գուցե կա հնարավորություն, ասենք մենք չգիտենք ինչ հնարավորություն կա, էլի։ Ասենք այսօր օրինակ Իրանից մի շարք մարդիկ զանգել են, ասել են ուզում ենք տեղափոխվենք Հայաստան, էլի։ Մի հատ իմացի սահմանում ինչ վիճակա բան եւ այլն, ասենք գուցե կա հնարավորություն, էլի, այսինքն ամեն մի պրոբլեմի մեջ կա պրոբլեմ եւ կա հնարավորություն, էլի, եթե դու ասենք մենակ պրոբլեմն ես կուլ տալիս, վատ է, բայց դու կարող ես ասենք, տենց, ասենք հնարավորությունն է որսալ եւ այդ էլ կարճաժամկետ, միջնաժամկետ, օրինակ, ասենք վառ օրինակը, օրինակ, երբ որ պղնձի գները 21 թվականին այսպես թռան։ Ասենք $6000 էր պղնձի գինը, մեկ էլ դարավ $10000, որ երբեք չէր եղել։ Ու տեսնում ես, ասենք Չիլիում, Ավստրալիայում, Ռուսաստանում, տարբեր երկրներով ովքեր պղնձ են էքսպորտ անում, այսպես միանգամից դրեցին արտահանման դրացուցիչ տուրք, ու բոլոր երկրներն էլ փորձեցին օգտվել այդ իրավիճակից, որովհետև ընդերքը բոլոր երկրներն էլ ժողովրդինն է, երկրինն է, պետությանն է, այսինքն օպերատորը ըստ էության չպետք է շատ մեծ բոնուս ստանա, էլ պետք է ստանա, էլի, հանքի օպերատորը, բայց ոչ ամբողջ բոնուսը, էլի, այդ գների աճի, հա։ Եվ այդ ժամանակ էլ մենք մտցրեցինք այդ պետտուրքը, ու էլ այդպես մեծ դիմադրության բան, բայց մի տարվա մեջ 75 միլիարդ դրամ դրացիչ փող մտավ բյուջե, որը հետո գնաց տարբեր ծրագրերի իրականացման համար, էլի։ Ուզում ասեմ, միշտ կա այդ հնարավորությունը, որ ասես ինչ ա եղել 21-ին, էս ա եղել 22-ին պատերազմները, 23-ին, 24-ին, միշտ այդ հնարավորությունը էս անցնում ենք հո կողքով, ու եթե դու այսպես ասենք համարցակ, այսպես ասենք ունակ թիմ ունես,
Որս ասի հնարավորություն, եթե չէ, քո կողքով կանցնեն։ Քեզ կմնա մենակ խնդիրները։ Հիմա երբ որ պետական պարտքից տենց խոսում ենք, անդադ դե բերվում է, որ պարտքը էդի վատ չի, որովհետև մենք բերում ենք, լցնում ենք հայտագայի համար այդ հնարավորություններն ենք ստեղծում, բայց մեր մոտ ինչ որ ագնացող տեմպով է գնում ու որևէ շոշափելի բտ անգամ այն ճանապարհները, որ sense որպես կարմիր դրոշակ միշտ բան անում, տեսնում ես, որ իրանք էլ դες բավականին շուտ շարքից դուրս են գալիս։ Մենք հիմա հասնում է 14 միլիարդի, այդ որից 7-ը թե 8-ը արդեն կուտակվել է այս վերջի 6 տարվա ընթացքում։ Դա մենք որքանով ենք ճիշտ օգտագործում, թե այդ արդեն մյուս սերնդի խնդիրն ենք sense սարքելու, մենք քաշվենք մի կողմ։ Այսպես հարցը մի քանի բանի բաժանեմ, հա, հարցի, ենթահարցի։ Առաջինը շատ ավելի կարևոր է, ինչքան է պարտքի սպասարկման գինը, հա, այսինքն հիմա Ամերիկան էլ ունի, չգիտեմ, 40 տրիլիոն, հա, բայց այդ պարտքը սպասարկվում է, չգիտեմ, բյուջեի 5%-ով, օրինակ։ Հիմա մեր մոտ այդ պարտքի սպասարկման տոկոսը շատ բարձր է, որովհետև վերջի մի քանի տարում պարտք վերցնում են ներքին շուկայից եւ բարձր տոկոսներով, որովհետև տոկոսները ընդհանրապես բարձր են եւ հիմա պարտքի սպասարկումը մեր բյուջեի ծախսերի 10%-ից ավելն է։ Այդ 10% ոնց որ կարմիր գիծ է, եթե 10%-ից ավել է, արդեն խնդրեմ է, էլի, այդտեղ է գլխավոր խնդիրը, շատ ավելի մեծ խնդիր, քան թե պարտքի չափը, որտեղ օրինակ Ճապոնիան ունի իր հնարի նկատմամբ 256% Դե պարտք, բայց ասենք սպասարկման վրա փող չի ծախսում, էլի։ Ուղղակի վարկ վերցնող կա մարդ, որ վարկա վերցնում, որ բիզնեսի մեջ է դնում, ինչ որ լրացուցիչ արժեք է ստեղծում, ու կա մարդ, որ վարկա վերցնում, մի հատ Range Rover-ը առնում, հետո մի հատ է վարկա վերցնում, որ նրա տոկոսները հասցնի տալ։ Մենք հիմա այս երկու մարդկանցից երկրորդը չենք ավելի շատ։ Գիտես, տենց չի ուզենա միանշանակ ասել։ Իհարկե, այն որ այսպես ասենք, մենք կարող ենք մեր հանրային ներդրումները շատ ավելի բարձր որակով կատարել, դա խոսք չկա, ասենք, օրինակ, երեք ընտանիքով գնացել են Գառնե ու էլի ամբողջ ճանապարհը քանդած էլի։ Միշտ։ Հա, միշտ քանդած։ Այս սեզոնին հենց, հա, ու հենց, ասենք, բան, տուրիստական սեզոն է։ Իսկ ասենք, ու միշտ ասում են, որ հոսում է, չէ, ճանապարհը, բայց ասենք, հիմա չգիտեմ, դուք եք շատ ճամփորդում, ես էլ էլի, ասենք, հիմա օրինակ Իտալիայում, ինչքան ճանապարհ կա, չէ, որ ձորի մեջ, sense կամուրջով, sense գցում են ուղիղ։ Քանի որ հայրիկս նաև ժամանակին էքսկուրսավոդ ա եղել, այս 90-ականներից չի հոսում, էլի 70 մի հատ կարելի էր սարքել այդտեղ կամուրջ ու պրծնել, էլի։ Հա, ու ասենք, էլի թեման գալիս է նույն բան, ով անում այս գործը, ինչա տեսել ինքը իր կյանքում, էլի, որտեղ եթե դու նույն ճանապարհը սարքում ես նույն ձևով, բարձր նույն բանը կլինի, էլի։ Հա, ու բարձր ցույց կտաս, որ փող ծախսես իր ճանապարհ սարքելու վրա բան եւ այլն, բայց ճանապարհը չի աշխատում։ Դե ոնց որ բոլորը գոհ են, էլի, անդադ դե ճանապարհն սարքում։ Դա էլ մի հատ ուրիշ թեմա է, որ էլի գալիս կպնում է իմ քրեական գործին, էլի, ասենք, հիմա այս ծրագիրը, որ մենք ուզում ենք առնենք, ինչի մասին է, կա, այսպես ասած, հանրային ներդրումների այդ ոնց որ պետությունը փող է ծախսում դպրոցներ, մանկապարտեզներ, չգիտեմ, ջրամբարներ, բան սարքելու վրա, հա, ասենք։ Իսկ ով ասես, որ պետք է։ Չասենք, պետք է դրա հետ կապված լինի տեխնիկատնտեսական վերլուծություն։ Մենք հասկանանք, որ տնտեսապես շահավետ է այս ճանապարհը սարքելը ու սարքենք, հա։ Հիմա գուցե, ասենք, եթե պատշաճ վերլուծություն արվեր, չնեմ, ի վերջո այդ վերլուծության պատասխաններ, որ ժողովուրդ սխալ է անում, որ այս ճանապարհը սենց է սարքում, պետք է ուղղակի, այսպես մի հատ ուղիղ գցել բանից ջրվեժից մինչև Գառնի ձորերի մեջով ու վերջացնել այդ հարցը, հա, որը ասենք էլի տնտեսական պոտենցիալ, զբոսաշրջային բան եւ այլն, ամեն ինչ լավ կլինի։ Չգիտեմ, պետքա վերլուծել, էլի, այսպես հիմա բարձրաձայն մտածում եմ ձեր հետ։ Ու նույնը բան, հիմա մենք այդ ռեֆորմը սկսեցինք, իրականացրեցինք ու հենց Անի Իսպիրյանն էր այդ ռեֆորմի պատասխանատուն, սկսեցինք անել ժողովներ, հաստատվեցին ծրագրեր, մոտ 40 ծրագիր երևի հաստատվեց այդ հանրային ներդրումային կոմիտեի կողմից, բայց ասենք իմ ու Անի դուրս գալուց հետո ամեն ինչը ոնց որ վերացավ, էլի, այսինքն նույնիսկ այդ ռեֆորմը, որ համարում էինք, որ լավ մեծ բան է Հայաստանի համար, էլի կորավ։ Okay, դե մի լավ բան ասեք վերջում։ Ինչ որն է ճիշտ ազդելու եղանակը, կա ինչ որ մտքեր, ինչ որ ավելի ազդեցիկ դերակատարում ունենալու ապագայում
հաշվի առնելով որ սրտացավ եք, կուզենաք որ բան լինի, թե մասնավոր սեկտորի մեջից եք առայժմ պլանավորում ձեր դերակատարումը։ Դե տես, հիմա այս նախար աշխատելը իրականում շատ է, էլի ազդում ընտանիքի վրա, եթե դու իսկապես ուզում ես աշխատես, էլի քո երկրի համար ու այս 4 տարիների ընթացքում ու պատերազմից էլի, ասենք, սկսած ոնց որ ընտանիքս շատ հյուծվեց, կարելի ասել, համ հոգեպես, ասենք, համ երեխաներս էլ, կինս էլ եւ այլն։ Դրա համար ոնց որ ընտանեկան որոշում կայացրեցինք, որ հələ մասնավոր հատվածում, բայց նաեւ պետք է ասեմ, որ Մանթաշյանցում մեծ ակտիվ դերակատար ունեմ, խոշոր բիզնեսի հարթակի ղեկավարն եմ ու այդտեղ էլ ոնց որ պետություն մասնավոր երկխոսության մեջ էլի մեծ պոտենցիալ կա ու էլի, ասենք, օրինակ եթե կոնյակագործողները ունենային ասոցիացիա, գուցե իրանց հարցը ավելի լավ լուծվեր, էլի, քանի որ իրանք չունեն այդ ասոցիացիան, չունեն, այսպես ասենք, իրանց խոսքը, այսպես խմբային խոսքը տեղ հասցնել, դա չի աշխատում, դրա համար ոնց որ իմ հավատում եմ, որ օրինակ այսպես ասոցիացիաների, միությունների, ակումբների ստեղծումը եւ զարգացումը շատ լավ հակակշիռ է էլի կառավարությանը ու այդպես հայտնի գրքեր էլ կան, որտեղ կոնկրետ այս քաղաքացիական նախաձեռնությունները համարվում են դեմոկրատիայի կարևոր հենասյուներից մեկը, էլի, որ կարող են այսպես հավաքվել, բռնել, ասենք, այս պաշտոնյայի ձեռքը կամ թեկուզ օգնել իրան ճիշտ որոշումներ կայացնել, այսպես ասենք, էլի։ Այնպես որ եթե քո հարցը այն էր, թե արդյոք ես մտածում եմ քաղաքական բաների մասին, ոչ։ Իսկ առաջարկներ Առաջարկ շատ կա, առաջարկներ շատ է եղել։ Նույնիսկ sense փոքր գաղտնիք կարամ բացեմ, որ Հովիկ Ղազարյանն ենք սկզբից ինձ այն առաջարկել Վարշավերի տեխնաց։ Օ, բայց ինչի 48 ժամ парքը տենց մեջեցիք։ Չէ, բանա։ Գիտես, ասենք, իմիջիայլոց ես պետք է ասեմ, որ իր հետ լավ նորմալ ընկերական հարաբերություններ եմ պահում, որովհետև ըստ էության որ նայես, ասենք, իր քրեական գործներ ստեղծվել է SMS-ին մերժելուց մի քանի օր հետո, էլի։ Այսինքն էլի նմանատիպ է, էլի։ Դե հիմա անուն չդնենք, ուղղակի այսպես ասեմ, էլի, ԿՊ-ում ներքին դեմոկրատիայի հետ էլ խնդրեմ կա, այսինքն ներսում է։ Հա, մարտակին համ ներսին է, ներսում է չես կարող հանգիստ խոսել, էլի։ Այսինքն ով որ խոսում է, խնդրեմ ունենում, էլի։ Հա, Սեյրան Օվանյանն էլ դες մի քանի շաբաթվա ընթացքում ասեց, դու գնաս պատվալները մտնում են, որ զրկեն անձնամխելությունը։ Ցավալի է դրա մասին խոսելը, բայց փաստ է, հա։ Չէ, բանա, ես ծոր հիմա ասենք պետքա ընտանիքին եւ բիզնեսին տիրել։ Որտեղ ոնց որ այդ վակումը կա, որտեղ մենք մնացել ենք ԿՊ ու երկու նախկին նախագահներ այս պարադիգմի մեջ ու լիքը մարդ ոնց որ իրան դուրս է համարում այդ պարադիգմից ու ուզում է ինչ-որ մի հատ ուրիշ քաղաքական առաջարկ ստանա, որին գուցե շատ լավ վերաբերվի ու չի ստանում, որքան էլ այդ մենաշնոր է մնում, է։ Ինչ են մտածում մարդիկ, ես այսպես բարձրաձայն մտածենք, մտածում են այսպես, կա 3 բևեր, որ ունեն ու շատ մեծ ռեսուրսներ։ Հիմա ԿՊ-ն էլ ունեն այս ռեսուրսը, այդ թվում նաև ադմինիստրատիվ եւ երկու նախկին նախագահներ, որ ունեն մտնել այդ պայքարի մեջ, այսպես ասենք, ազնիվ խոսքով միայն այդ օգուտ չի տալու, էլի, որովհետև իսկապես պետքա հավաքել լուրջ թիմ, հավաքել լուրջ, այսպես ասենք, դիտորդներ, նախընտրական շտաբեր, այսպես ասենք, մի տարվա հիմա նույնիսկ արդեն ուշել է։ Հիմա ուշ է արդեն, հա, մի տարվա, այսպես ասենք, շատ լավ 21 թվից լավ բարձր չէ, որ պետք է 1000-1500 հոգի ամենակիչը լինի, էլի։ Այդպիսի թիմով մտնելու համար պետք է լավ ռեսուրս։ Եվ պետք է ունենալ, ասենք, չգիտեմ, լավ խոսք, պետք է մի տարվա մեջ գոնե մարդիկ քեզ ճանաչեն, էլի։ Հիմա որ թեկուզ վերցնես, դե չէ, հիմա այդպես ասենք, նույնիսկ որ նախարար էի, փողոցով քայլելուց, ասենք, ինձ կարող բարևեր 20-ից 1, հա, ասենք, հա 5%-ը կարող ճանաչեն Երևանում։ Երևանից դուրս կարող է դրանից քիչ։ Ու այդ ճանաչելիությունը միայն բարձրացնել, որ քեզ ընտրեն գոնե պետք է ճանաչեն, էլի, ասենք, այդ ճանաչելիությունը 100% ճանաչելիություն այս երկրում ոնց մի 10 հոգի է այսօր, էլի, մյուսները պետքա մտնեն ու մի տարվա մեջ ոնց որ լցնեն այդ ճանաչելիությունը։ Այնպես որ խնդիրը բարդ է, այնպես չէ որ պարզ խնդիր է, բայց անդուծելի չի։
Մի հատ էլ հարց ունեի, այդ Անիֆի գործի մասին խոսալուց դուք բավականին հնչեղ մեղադրանքներ ներկայացրեցիք, որ զանգում էին, խնդրում էին ինչ-որ պաշտոնների նշանակել ու հետո այսօր բարձեցինք, որ բարձվում է Անիֆը դեռ ինչ-որ հարկեր ունի վճարելիք, որ չի վճարել այդ պաշտոնը ինչ-որ պաշտոնյաների աշխատավարձի հարկեր բան, դեռ եւս պետությունը չի վերջացրել Անիֆին փող հատկացնելը։ Այդ ամենը հետևանք ունեցավ, թե տենց ուղղակի նախարար մարդ ասեց sense բան ու ոչ մի բան տեղի չունեցավ։ Էլի որ վերցնենք այս Անիֆի պատմությունը, նախ պետք է ասեմ, որ գաղափարը շատերն են ողջունել, այդ թվում նաև ես 20 թվականի սկզբին երևի, բայց ասենք հիմա պարզ էր, որ այն կոնֆիգուրացիան, որը որ ստեղծված է, չի աշխատելու լավ, եւ որ նախարար դարձա Անիֆը իդեպ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարության լիազորության ներքո էր գտնվում։ Իմ թիմը ոնց որ հենց միանգամից խնդիրներ է սկսեց պատմել, որ թափանցիկ չեն, հաշվետվողական չեն, ասենք գումարը վերցնում են, ծախսերը չեն պատմում ինչ է եւ այլն եւ մենք ոնց որ որոշեցինք, որ ֆինանսավորվելու է միայն այն դեպքում, երբ որ ասենք թափանցիկության մակարդակը բարձրանա։ Արդյունքում վերցրեցին տարան վարչապետի աշխատակազմ Անիֆը, որը հեչ իր տեղը չէր, էլի, այսպես տնտեսական նպատակարարությունը 0 է, էլի այդ գործողության։ Վերջը, ու դրանից հետո 2 տարի, այսպես ասենք աշխատեց, ճակերտավոր ասենք աշխատեց, եղան մի շարք պրոյեկտներ, Ֆլայարնա, Մազդար եւ ձեռնարկատեր պլյուս պետության, որի ներքո արվել են 11 երևի ներդրում, որից երևի 9 պրոբլեմատիկ է, էլի այսօր։ Ու դրանից հետո 22 թվականի կեսերին արդեն դե մենք չենք էլի, որ տեսնում ենք իր պրոբլեմները, ֆինանսային նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամին պատվիրեց վերլուծել Անիֆի աշխատանքի արդյունավետությունը ու շատ, այսպես ասենք, վատ զեկույց եկավ, որի մեջ նշված էր, որ կան բազմաթիվ պրոբլեմներ, թափանցիկություն, զգուշացված էին, որ հիմա տենց ասում են վարչապետն չգիտեր, որ sense բան, բոլորը դաժե փող են ծախսել, որ զգուշացվեն։ Չես այսպես ասենք, որ նախարարը է դառնում 20 թվականի նոյեմբերի 26-ին ԿՊ-ի հետ հանդիպման ժամանակ, ասենք ԿՊ-ի պատգամավորներից մեկը ինձ հարց տվեց, ասեց ո՞նց ես վերաբերում Անիֆի բարձր աշխատավարձներին, ասես հետո չգիտեմ, որ այնտեղ բարձր աշխատավարձ կա, դա այսինքն նոր նախարար դարձած, հենց մի օրական նախարար դարձած ժամանակ, ասենք արդեն կար պրոբլեմ Անիֆի հետ, էլի հենց նույն ԿՊ-ի ներսում, էլի այսինքն այդ խնդիրն է, չի որ 23 թվականին ա ծագել կամ դրանից առաջ հրապարակումներ 21 թվականից էլ եղել է, ու այստեղ դե կան ինչ-որ լայն քննարկված բաներ, բայց կան նաև քիչ քննարկված բաներ, ու էլի խնդիրները շատ են, էլի, ասենք օրինակ եթե վերցնես գործողումների մասը, հիմա մենք խայտարակ բաներ կան, էլի, ասենք ծախսեր կան գործողումների մասով, բացարձակապես չեն private jet-ով բանով, տենց։ Չէ, տենց չէ, բայց համարյա ասած ասեմ, համարյա։ Ու նաև տեսնում ես, որ այսպես շատ ես նաև հարցեքնվել եմ բանի գործով, Անիֆի գործով, մի տարի առաջ մոտավորապես, արդեն ինչի ասես դանդաղ գնում է այս գործը։ Ասում եմ դե պարոն Քերոբյան, ես մենակ եմ, ուրիշ գործերով։ Միաբա 25 միլիարդ դրամ գնացել է непонятно ուր ու մի քննիչ է աշխատում։ Հա, ասենք օրինակ իմ գործով 7 քննիչ է աշխատում, աշխատել, հա։ Ասոբա։ Դավիթ Սանասարյանի գործով էս մեծ խումբ է աշխատել, սենց, ու ասենք ասում ես ոնց մեծ մի քննիչ բան, հա։ Ու այսպես, հետո ինչ որ ժամանակ հետո այդ գործը, չգիտեմ, քննչականից գնաց հակակոռուպցիոն, sense ոչ այդպես կամ չգնաց, էլի չգիտեմ ինչ պասերով է գնում, բայց այսօր արդեն անցել է քանի տարի, նույնիսկ այդ քրեական գործը վարույթ վերցնելուց 2 տարի անցել, մեղադրյալ չկա, էլի։ 2 տարուց ավել։ Դե այս հուսադրող նոտայի վրա մաղթենք, որ հանրային սեկտորից այդ checks and balance-ի ու ազդեցության մասը կկաճի շարունակաբար։ Հա, պետք է միջավայրից մի բան էլ ավելացնեմ, որը իմ կարծիքով շատ կարևոր է, մենք ասենք ոնց այս քաղաքացիական նախաձեռնությունները, բայց չխոսեցինք նաև անկախ մեդիայի մասով, ու պետք է ասեմ, որ նույնիսկ ես մի տարվա ընթացքում շատ տենց հենց իմ մաշկի վրա զգացել եմ, թե ինչքան կարևոր է երկրի համար անկախ մեդիա ունենալը ու հաղորդման սկզբում ասացիր
լայքեք, կիսվեք, չասեցիր Patreon-ի մասին։ Միացեք Patreon-ը։ Միացեք Patreon-ն էլ անպայման կարող են մարդիկ ովքեր ունեն։ Ես օրինակ digital services-ի վրա մոտավորապես 200,000 դրամ ամսական փող եմ ծախսում, ու ծախսում է հիմնականում դրսում, ասենք Financial Times, Bloomberg, LinkedIn, բան եւ այլն եւ այլն։ Հետո որ այս բանը ոնց որ աշխատեց USAID-ի ժամանակ, հասկացա որ տեղական անկախ մեդիան խնդրեմ ունի ու այդպես ագին բան դրսից մաքրեցի ու սկսեցի այսպես իմ կողմից փոքր ամսական վճարումներ անել տեղական մեդիային, որը շատ կարևոր է ու քանի որ դուք էլ կարևոր գործ եք անում, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ու կոչանել որ միանան Patreon-ին։ Այդտեղ մենք չենք Հարցնեք բաղով է կանգնած մեջքին նաև պարոն Քերոբյանը, բայց նաև դուք կարող եք Դե ասենք իմ ներդրումն ամսական $25 օրինակ կարող է տնեսկ ավելի քիչ, բայց ասենք եթե ինպես կա 1000 հոգի մարդ, հա, այդ շատ մեծ ազատություն է տալիս ու մենակ մեր մոտ չէ, տեսնում եք, այնց ուրիշ նույն հետ կա, հա, բանը sense փորձում են, շատ կոնկրետ բաներ պետք է հետքին գնել ու մարդիկ գծվեցին, այդ քարտեզների տեսանելիությունը արեցին ու ես էլ եմ այնտեղ մասնակցել, մի փոքր, հա։ Դες որ, հա, այդ ճիշտ ուղղությունը պարզվեց դա է։ Ջի, տենց հիմա օրինակ Հայաստանում մոտավորապես 3000 հոգի մարդ կա, որ LinkedIn-ի ամիսը $70 փող է տալիս։ Քանթան վրա LinkedIn-ի պատվիսկն է, չգիտեմ։ Ամիսը $70 փող է տալիս, ասենք այդ մարդիկ, չգիտեմ, ասենք կարող են 2-3 նորմալ մեդիա անդրեն։ Ես օրինակ LinkedIn-ի բանը պատվիսկան հանեցի, բաժանորդագրությունը հանեցի, բայց հիմա երևի մի 5 տեղական մեդիայի, ովքեր որ ունեն այդ ենթակառուցվածքը, ամսական մի փոքր օգնում են։ Դա շատ լավ։ Շնորհակալություն ձեզ, որ նայում եք։ Կա նաև անվճար տարբերակը մեզ օգնելու, այդ բաժանորդագրվելն ու լայքն է, շնորհակալություն, պարոն Քերոբյան, շնորհակալություն երկրորդ անգամ մեզ մոտ լինելու համար, այս անգամ ոչ մի տեղից չեն կարող անել։ Ձեզ կարծից, նենց որ մնացեք մեզ հետ։